Ողջույն բարեկամներ, ինչպես միշտ զգուշացել եմ դեռ շատ վաղուց, դեռ տարիներ առաջ, ամեն մարդու սրած վիզը մի օր գալիս ու հայտնվում է համապատասխան տեղում, որովհետև այդպիսին է կյանքը, ժանրի կանոններն են այդպիսին, ինչ անում ես այսօր, պատրաստ եղի, որ նույն բանը քո դեմ է կատարվելու որոշ ժամանակ անց։ Իհարկե ես վստահ եմ, որ ամեն իշխանություն իր այդ իշխանության տարիներին մտածում է, որ դա հաստատ իրան չի վերաբերվում։ Ես դա ասել եմ Սերժ Սարգսյանի ժամանակ դեռ 12 թվականից, ասել եմ Նիկոլ Փաշինյանի ժամանակ եւ շարունակելու եմ բոլոր իշխանությունների ժամանակ մի բան ասել, որ այն ինչ որ դուք հիմա անում եք մնացածի նկատմամբ, օրը գալու է նույն ձևի դա լինելու է ձեր նկատմամբ եւ այսպես։ Այսօր պարզ դարձավ, որ ոստիկանությունը մտել է Մայր Հայաստան, որ Ռուսաստանից հովանավորվում է այդ կուսակցության տեխնացուի բնակարան եւ ձերբակալել են հորն ու որդուն, հա, Մարտունի։ Իհարկե տհաճ է, որ հենց այս օրերին նման բան կարելի է լինել, կարող է լինել, բայց սա կանխատեսելի է, որովհետեւ ժամանակին Վարդանիկի իշխանության ժամանակ նույն էս նախկիններ այսպես կոչված, որոնք նույն ներկան են, ոչ մի տարբերություն չկա, սրանց էլ ժամանակին զգուշացվել է, մի արեք բաներ, մի ստեղծեք այն համակարգը, որտեղ դուք ինքներդ էլ պաշտպանված չեք լինելու, քանի դուք իշխանություն եք, դուք պետք է ստեղծեք այնպիսի համակարգ, որ ցանկացած մեկը այդ համակարգում պաշտպանված լինի, որովհետև իշխանությունը տես բան է, այսօր ձեռը տա, վաղ Աստված գիտի, հա, եւ այսպես, այս նույն համակարգը ստեղծած, այս նույն մեթոդները բոլորի նկատմամբ կիրառած Պաշտոնյաները նախկին հանրապետական բարգավաճից մի խոսքով այսօր հանդիպում են ստանում են այն պատասխանը, որոնք իրանք իրականացել են մարդկանց նկատմամբ, այլ քաղաքական ուժերի նկատմամբ։ Ես այսօրվա պես հիշում եմ 2014 թիվ մայիս ամիս այն ժամանակ Գյումրիում միտինգ էր, մայիս ամիսն էր կարծեմ, կամ ապրիլ։ Ես էի վարում այդ միտինգը այն ժամանակ հիմնադիր խորհրդարանի եւ հայտարարվեց 100-ամյակ առանց ռեժիմի շարժում, որ ուղիղ 1 տարի հետո, ապրիլի 24-ին, մենք այս ամբողջ տարին աշխատելու ենք նրա վրա, որպեսզի Սերժ Սարգսյանի ռեժիմը հենց այդ օրը ուղարկենք գրողի ծոցը։ Հենց այդ ժամանակ հրապարակում հարձակվեցին մեր աջակիցներից մեկի վրա, արդեն մահացած է մեր ընկերը, եւ դանակահարեցին։ Բայց մինչեւ դանակահարելը մենք տեսնում ենք, ես անձամբ քանի անգամ զգուշացել եմ ոստիկաններին դեռ կորկանած էին, որ ձեր հա զապախարը այդ ժամանակ քաղաքապետը հենց այդ Վարդանիկն էր, այս Մարտուն Գրիգորյանն էլ ուրիշ մարդ չի եղել, նույն համակարգն է։ Մի արեք, դուք մի արեք մի բան, որ վաղ օգտագործելու են նույն գործիքակազմը ձեր նկատմամբ։ Մի խոսքով մեր Հրաչիկ Միրզոյանին դանակահարեցին, փայծաղը կարծեմ խրտնեցին, հիմա չկա արդեն Հրաչիկ Միրզոյանը։ Ինչ որ է, բոլորի աչքի առաջ, ոստիկանների աչքի առաջ։ Տղեկ, սա դուք եք եղել։ Ես չեմ ասում սրանք լավ են անում, բայց սա անխուսափելի է։ Դուք եք ստեղծել այդ համակարգը, դուք, որի համակարգի ժանրի կանոնների համաձայն հիմա պատժում են, այսինքն ոչ թե պատժում են, անում են այն ինչ որ իրան պետք է։ Ստեղ հարցը հո բանը չի, որ սա Մարտուն Գրիգորյանը կրելու է այս բանը, ընտրությունները ու դառնալու է Գյումրին մի չքնաղ քաղաք, հա։ Չէ, նույն համակարգի նույն մասնիկներն են։ Նույն ռուսական կառավարությունն է։ Ստե հիմա հարցն է, ռուսական կառավարությունն է լինելու թե թուրքական։ ԿՊ թե Մայր Հայաստան։ Էսա բանը, այս երկուսի պարագայում, հա։ Բայց թուրքական ուժի ներկայացուցիչ Սարիգը որոշել է, որ կարելի է այս ձևով վնասել, վախացնել, դա սա նույնց եմ ասում, սա այն մեթոդաբանությունն է, որ այս մարդիկ տարիներով կիրառել են։ Հիմա իրաց նկատմամբ է կիրառվում։ Այսօր դրա մասին, տեսեք, նույն բանի հիմա զգուշացում եմ այս տականքներին, մի հատ լսենք էսի։ Պարոն Աղազյան, կյանքում կրակ արած կաք, հետ հիշում եք, չէ, երբ որ կրակը երբեմն չի կպնում, ինչ են անում։ Կրակը մեկ որ չի կպնում, հիշում եք, չէ, ինչ են անում։ Մի հատ տաշեղ են գտնում, որ այդ տաշեղով կրակը բոցավառվի։ Արած կլինեք երևի։ Հիմա դուք այս ժողովրդի համար ընդհանրապես տաշեղ եք։ Հիմա այստեղ հարցեր առաջանում իհարկե, շատ կարևոր որոշում պիտի
Բայց ճիշտ ասեմ, այս ընդամենը տաշեղ է, որովհետև այս նույն տաշեղը իր պատգամավորական մանդատը օգտագործեց այն կարտոֆիլ վաճառողի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար։ Դուք հասկանում եք դուք ինչ եք, բոլորը տաշեղ ընդամենը ոչ թե ժողովրդի մեջ կրակ վառելու համար։ Չէ, ուղղակի ձեր բանը բովանդակությամբ դուք տաշեղ եք։ Այս հոստեր եք բարեկամներ շպրտեն մի կողմ։ Հետո դնեն ուղղակի կպչանի տեղ վառեն։ Դուք բոլորդ եք տաշեղ ընդ որում, այդ խոսացողը նույնպես։ Ըստ լսենք հələ։ Կայացնի ազգային ժողովը, կարևորագույն որոշում պիտի կայացնի ազգային ժողովը։ Ես չնայած կան որ պարոն Կոնջորյանը ասենք քննադատում է ընդդիմադիր մեր գործիչների, որ իրանք իսկ որպես տաշեղ օգտագործում են։ Ինչ որտեղ նաև կարող է ոչ թե կարող է համաձայն եմ բնականաբար, բայց ոչ թե որպես տաշեղ վիրավորական բառին հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը մի քիչ հետո։ Բայց ինչ ասում Արտվիկ Մինասյանը։ Պարոն Կոնջորյան, դուք գիտեք իմ անձնական վերաբերմունքը ձեր նկատմամբ խիստ դրական։ Բայց ի տարբերություն որոշ մի քանի օգու։ Բայց ասենք դուք ձեզ կարաք երթվեք։ Ես կարամ կներեք հազարական քֆուր ուտեմ։ Դուք կարաք երթեք, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին։ Կարաք երթվեք, դուք երթեք ուրեմն։ Եսպես ասում կարաս երթվեց որ վարչապետը դատախազին չի հանձնարարել, որ իմ դեմ քրեական գործ հարուցեն եւ զրկեն անձեռ մխելությունից։ Կոնջորյանն այս ոգևորված է, որովհետեւ այդ որոշումը կայացում է ոչ թե իր նկատմամբ, այլ էս տաշեղի նկատմամբ։ Որը նույնպես եմ ասում, ժանրի կանոններն է այսպես։ Կոնջորյան եւ մնացած կոնջորյաններ։ Դուք բոլորդ եք տաշեղ։ Ու այս նույն համակարգի նույն խաղի կանոնների արդյունքում բոլորը հայտնվելու եք այդտեղ, այդ նույն տաշեղի կարգավիճակում։ Նիկոլա ասելու է, մնացածն էլ ոհմակային տրամաբանության մեջ հարցակվելու են ում վրա որ մատնացույց է արվել ու ասեն դու տաշեղ ես։ Չնայած ոնց եմ ասում, դուք բոլորդ եք տաշեղ։ Հիմա էսի ճիշտ է ասում, ինքը կարա քֆուլ ուտի, բայց դու կարաս գոնե երթում ուտես, որ քո վարչապետը չի ասել, որտեղ այդ վարչապետը վաղը քո նկատմամբ էլ է ասելու։ Ու միանգամից այն 5 գերները հասկացել է որ տենց է։ Որովհետև սա որ բազմակի օգտագործված բազմաչարչար հələ հանրապետականներից մնացած բանա ասում է ես ամեն անգամ պետք է մտածեմ որ քրեական գործ կարող է բացվել իմ դեմ թե ոչ բա ինչ պիտի անես բա ինչի պիտի չմտածես բա քեզ թվում է ոնց այո դու պիտի մտածես ու ոչ միայն դու բոլորը պետք է մտածեն դու ամեն քննելուց առաջ պիտի մտածես առավոտ որ արթնացար քրեական գործ լինելու է քո նկատմամբ թե չէ ու սա վերաբերում է բոլորին Նիկոլի համար ով աշխատել է ով այսօր այդ առիթից օգտվում է կողքինի կողորտը կրծելու համար ժողովրդին կեղեքելու համար ժողովրդի ադյան մսի եւ ինչ որ արժեքավոր է դրանց վրա հարստացողները բոլորը պետք է մտածեն այո դու պետք է մտածեք վաղը ձեր նկատմամբ քրեական գործ հենց Նիկոլը հարուցելու է թե չէ որովհետև եթե մեկը ասեր Մարտունիգին որ օրը գալու է իր փնթի միլիցեքը մտնեն իր տուն ու իր հորը ու տաղուն բանան են կալանավորեն տանեն Մարտունիկ է ժամանակավոր խնդալ է ասես բայց ասես որ դուք չեք գցեցես ինչ ֆանտազիաների մեջ եք քիչ խմեք կամ քթերդ քիչ քաշեք անհնարին է օրը գալիս է չէ այս նույն տաշեղը որ հենց նոր ուղարկեցին հա ինքը կարողատես բաներ կասկածում չէ ինքը միջը վերջ ծառայել է Նիկոլին ամեն ինչ արել է 18 թվին էլ գիտեր Նիկոլին ինչի համար են բերում իրան էլ ինքն էլ գիտեր որ իրան բերելու են նստեցնեն Նիկոլի կողքը Անդրանիկ Քոչարյանի հետ եւ այլն մտածում են բոլորն ապահով են բայց պարզվում է որ ամեն մի տաշեղ իր վառելու ժամանակն ունի այնպես որ Թունյան հիշում ես դու մի օր ինչ ասեցի ասի կարողա թողենք այն Պողոսը շարքային բաներ որոշի մի երկրի այո դու պետք է երազեիր որ այդ Պողոսը բան որոշել ձեր փոխարեն որովհետեւ այդ Պողոսը առնվազն կորոշեր օրենքների սահմաններում իսկ դուք այսօր արդեն սկսել եք ձեր հարց տալ կարող է վաղը ձեր հետևից էլ գա բա ինչ են անել ասեմ հետաքրքիր բան Նիկոլն էլ չգա եթե հանկարծ բախները բերին Նիկոլը չհասցնի գա հաջորդն է գալու այսօրվա Մարտունիգի օրինակը ձեզ իսկ լավագույն դասը պետք է լինի եթե ասում եմ իրական փոփոխություններ չլինեն Հայաստանում եթե իրական փոփոխություններ լինեն
Դուք տաշեղի եք վերածվելու մի անգամից, մի հրամանով, մի ցուցակով, ասե կապան իր ամբողջ ցուցակով, կապան ամբողջ կառավարությունով, բանով, մի անգամից դառնում է կապչան, տաշեղ, եւ որ ցախ են բարում, հա, եւ ամեն մեկը գնում է նստում է իրանց տեղը, բա դու գիտեիր, ինչ, զգուշացել եմ, չէ, այդ ձեր համակարգը, այդ կառուցվածքն ունի, ինքը դրանով է սնվում, ինքը արդարադատությամբ, օրենքներով, բանով, չի ապրում, չէ, դուք ուրիշ ձևով եք սնվում, ուրիշ, ու որ վերջում էլ ասենց երկեք, Жизнь невозможно повернуть назад, и время ни на миг не остановишь. բա ոնց, Առաջ երկում էր, ոնց որ չէ, Աջիկ ջան, արդեն երկում է։ այ, բա ինչ պետք է անես, բա ինչ պետք է անես, տենց է, քո պատգամավոր են ուժեղ եղած ժամանակ, հիշում ես քո լկտիություն են, հասարակ են փողոցում կարտոֆիլ վաճառում, բանի նկատմամբ ինչ արեցի, տականք, բա ինչ, բա տաշեր ես էլի, օգտագործված ուղղակի, արժեզրկված, արժեքդ կորցրած, դու էլ են Ասլանյան Հակոբն են, եւ ընդհանրապես բոլորդ, այդ Հայկ Կոնջորյանը, որ քեզ իմ ասում է տաշեղ, ինքը չի հասկանում, որ եթե դու տաշեղ ես, ինքը ընդհանրապես միացած ձողիկ է, ձողիկ, այսինքն իր նման մի քանի հատ պետք է վարեն, որ այդ կպչանը դեր ունենա, էլի, այս խալույկը կպցնելու համար, բոլորդ եք նույնը, բոլորդ նույն բանին եք արժանի, ու լինելու է դա վաղ թե ուշ, այսօր Սարիկը արդեն հայտարարեց դրա մասին, չլսեցիք ինչ ասեց Սարիկը, լսեք, Արցախի հետ կապված գյումրեցիները հստակ հիշում են եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին մարդիկ գումար էին հայտայտում վճարեին, որ Լեռնային Ղարաբաղ իրանց երեխաները չընկնեին, այլ ծառայեն Հայաստանի Հանրապետության գոնե ներսում։ Սա փաստ է, սա բոլոր գյումրեցիները գիտեն, ում երեխան ընկել է ժամկետային ծառայության ընթացքում տեղափոխել են Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղ, այդ մարդիկ իրենց դժբախտ են համարել։ Հիմա եկել եք գյումրեցիներին ուզում եք հակառակը ապացուցել։ Ինչ ասում Սարիկը, Սարիկն ասում է, որ ճիշտ ենք արել, որ Ղարաբաղը տվել ենք, հիմա հաստատ գյումրեցու երեխան չի վախենա, որ հանկարծ Ղարաբաղ ծառայելու, հիմա այս անասունին պետք է ասեմ Սարիկ, շատ մարդիկ նույնիսկ բանակ չգնալու համար էին փող տալի, միջև հիմա, որ արդեն 5 տարի է Ղարաբաղում հնարավոր չի ծառայել, միջև հիմա, մարդիկ փող են տալի, բանակից ազատում են, չէ, միջև հիմա 5 տարի է Ղարաբաղում ոչ մի երևանցի հայաստանցի չի գնացել ծառայել, ինչ, այդ քո տգետ տրամաբանության նշանակումը բանակն էլ է վատ բան, հա բանակն էլ է վատ բան, եթե Արցախ չէին ուզում գնալ որովհետև վատ է, եթե հիմա բանակ չեն ուզում գնալ, այն ժամանակ էլ բանակ չգնալ համար փող են տալի, բայց լավ, հավատում ենք քեզ, քո նման թափոնի, որ մենակ Ղարաբաղ չգնալու համար են փողը տալի։ Հիմա այլ 5 տարի է Արցախ ոչ մեկ չի գնում ծառայելու Հայաստանից, չէ՞։ Բայց էլի փող են տալի, որ բանակ չգնա։ Ուրեմն, քո նման թափոնի տրամաբանության բանակն էլ վատ բան է։ Գյումրեցիներ ջան, ես գիտեք ինչի համար ասում, որ արդարացնի, որ մեզ Ղարաբաղը պետք չի, Ղարաբաղը տվել ենք, որովհետև գյումրեցին չեն ուզում գնալ, ասենք Ղարաբաղում ծառայել։ Հիմա այս թուրքերին դուք ո՞նց եք ընտրել։ Մեզ հարց եմ տալի գյումրեցիներ ջան։ Այս տականքները, որպեսզի ապացուցեն, որ Ղարաբաղը տալը ճիշտ էր, սրանք բոլոր տեսակի սահմանված, չսահմանված, բարոյական, անբարոյական, մի խոսքով բոլոր ստորություններին գնալու են, բոլոր ձևակերպումներին գնալու են, որ ապացուցեն, որ իրանք ճիշտ են հրաժարվել Արցախից։ Ճիշտ է Արցախը ծախելը։ Հասկացաք, Արցախը ծախել են, որտեղ գյումրեցու երեխան չեն ուզում գնալ Ղարաբաղում ծառայել։ Պատկերացնում եք սատանամաբանությունը։ Հիմա բանակը չի ուզում գնալ ծառայի, երկիրը բանակ պետք ունենա, չէ՞։ Եթե բանակ չի ուզում գնալ ծառայի, արեք երկիրն էլ ծախենք։ Չկա երկիր, չկա բանակ։ Ում որն է այդ երկիրը թողեն էլ գնա ծառայի։ Բայց մեկը ով տարածքում ապրում է դա չէ ծառայում։ Հիմա սանաստանամաբանությունը դուք հասկացաք։ Հիմա այս թուրքի լամուկներին ցեն տվող պետք է լինի այ բանում Գյումրիում։ Այս մարդիկ բառ ասում են։ Բայց մի հատ բայց էլ կա։ Պարզվում է ամեն դեպքում այսօր Սարիկը այդքան լավ չի ուրացել
երկիրն ու հայրենիքը, ինչքան ասենք Նիկոլ ակնկալել է իրանից։ Բարձրում է ինքս այդ հետի է ուրացել, այսքան ասելուց հետո իր նկատմամբ բան կա, բորք կա։ Արա դու լավ չես ուրացել, ոնց որ դու ատենց իս սրտե չես ասել, ես թուրք եմ, ոնց որ ասում եմ, ասենք Նիկոլը, էլի, ոնց որ դու դες լավ չես ասել, որ դու թուրք ես։ Հիմա Նիկոլը ջղայնացած գիշերով ասում են գնացել է Գյումրի, որ Սարիգին պատժի, որտեղ ինքը լավ չի ուրացել։ Հասկանում եք Սարիգի վիճակը։ Հասկանում եք դուք ում եք ընտրելու իդեմս այս տականքի։ Հա։ Հիմա ինչ եք կարծում, ժողովուրդ ջան։ Սրան այսքանից հետո ձեն տվողը։ Կարող եմ ես ենթադրել, որ ինքը համաձայնա, որ այո, պետք է Արցախ չլինի։ Արցախը տվել են, որովհետև ասեն Գյումրեցու երեխան չի ուզեցել գնա Արցախ ծառայելու։ Հա, ես սրան ձեն տվողը կարող եմ հասկանալ, մտածել, որ դրան բանը համաձայնա։ Դա մինիմումն է։ Չեմ ասում ինքը համաձայն է այդ հազարավոր սպանված երեխեքին, անետ կորածներին, այս ահավիքին, այս թշվառությունների, դժբախտությունների, ամբողջ այս համաստեղությունն ու հոժդարատան ձևի նման թափումա գլխներից, ով ձայն տվեց ցանկացած քպտեքնատվության, դա կապ չունի, Գյումրիումա, Փարաքարումա, որտեղ կլինի։ Ես բոլորիդ եմ ասում։ Տեսնես քանի սրբապիղծ է լինելու, որ սրանց ձեն է տալ։ Ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Իմ երկրի սրբություններն ուրացողները դա սրբապիղծներ են։ Իմ երկրի սրբությունները դավաճանողներն ու սպանողները սրբապիղծ են։ Դրանց աջակիցները նույնպես սրբապիղծ են։ Այդ ո՞նց մասացեմ։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես թքած ունեմ կուսակցական, կանոնական, ազգային պատկանելության վրա։ Ես այդպես բաներ սահմաններ չունեմ։ Ով իմ արժքի արժեքներն ուրանում եմ, ամա սրբապիղծ է։ Ուզում եմ մանկությանս ընկեր լինի, հարազատ բարեկամս լինի։ Իմ աման մեկը։ Ինչ օգուտ դրանից։ Առաջի թշնամին է, կողքդ ինչքան մոտ է կանգնած, այնքան քեզ շուտ է վնաստալու։ Հիմա հարց գյումրեցիներ, փարաքարցիներ, ես չգիտեմ վաղ որտեղ ընտրություններ են, դուք ՀՊ-ին ձեն եք տալու։ Այսքան բանից հետո, ձեզ պարզ կանգնած ասում են, Ղարաբաղի շարժումներ են կուրանալու, արայ, վաղ ասել են, գիտեք ինչ, մենք որոշել ենք, որ այս պետականությունն էլ մեզ պետք չի, վերջ։ Վատ էինք ապրում առանց պետականության Թուրքիայի կազմում, կամ Ռուսաստանի կազմում։ Վատ էր։ Չէ, տեսեք Թուրքիայի կազմում, Օսմանյան Թուրքիայի կազմում, ասեմ ձեզ, հայերը գիտեք ոնց են ապրում մի մասը, Ստամբուլում։ Ուրեմն բանկերի տերերը հայ են, բժիշկների տերերը հայ են, ուրեմն տելեգրաֆի տերերը հայեր էին, ուրեմն լավագույն բանը դրոցների, ես ասեմ, Ստամբուլում հայկական հոսպիտալ կար, որ միջև հիմա կա։ Ես 2012 թվականին կարծեմ, 12 կամ 13 թվականները, որ Ստամբուլում էի, մենք գնացինք հայկական հոսպիտալ։ Այդ հոսպիտալը եղավ կար նաև ցեղասպանության ժամանակ, բայց խեղճ կոմիտասին, որ կարային այնտեղ տեղավորեն բուժելու։ Չէ, դա թուրքական հոսպիտալ։ Մի խոսքով, ինչ եմ ուզում ասեմ, թուրքական կայսրությունում քաղաքում մեծ տեղերը հայերը շատ են լավ են ապրում, բոլոր խանութները իրանցներ, ամեն ինչ, այդ խնդիրները իրանք չունեն։ Գյուղերում կոտորում էին աչքից հեռու, Ստամբուլը բոլոր դեսպանատաններն ընդեղ էին, բոլոր միջազգային կազմակերպությունները կապիկություն էին անում երիտի թուրքերը, ոչ թե հայերին սիրում էին։ Չէ, նախ հայերը պետք էին ինչ-որ միջապով, ասեմ քեզ, երիտ ժողովուրդ ջան, երիտ թուրքերի պարագլուխները իրենց երեխեքին տանում էին Կոմիտասի մոտ երաժշտություն սովորելու։ Իրան գնում էին Կոմիտասի համերգներին։ Այս շփումներն եղել է։ Իրենք իմացել են բոլոր հայերին։ Գնում են հայկական թատրոն։ Եվ հիմա ինչ ենք ասում։ Հաստորեն լավ էլ ապրել են հայերը, կարելի է թուրքերի կազմում ապրել, գնանք Ռուսաստան։ Ռուսաստան ինչքան մարդ եք ուզում ասեմ։ Ռուսական բալետի հիմնադիր Վագանովա։ Հիմա կասենք, որ Պիցերում լավ էլ ապրում էին, Լորիս Մեդիկովներ էլ լավ ապրում, ամենակենտրոնական տեղը այնքան է սիրել հայերին, Պյոտրը, որ Պիցերի կենտրոն թողեց այդ բանը մեր կապուտ եկեղեցին սարքել են Նևսկիի վրա։ Շատ է սիրել են։ Բանը այնքան անուններ կարող եմ տալ, չեք պատկերացնի։ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ ինչքան հայեր ենք ունեցել, եւ հարուստ, եւ հայտնի, եւ հաջողությունների հասած։ Հիմա ինչ, ասենք, ռուսական կասության մեջ չենք հանգիստ ապրում։ Մոռանանք այն տակ ինչ էր կատարվում։ Հեսա դրա մասին վերջում ենք խոսալու։ Տեսեք 2000-ականություն կա, այն ներևացող մասը, այն որ լավ են ապրել, գիտենք։ Մեկ էլ այն կոտորված մասը, որի հետ մասին վերջում էլի խոսալու ենք։ Հա? Ասենք այնպես պետականություն չի։ Ոպ հենա թուրքական կասության ժամանակ էլ լավ ապրում հենա, ինչ, զորավը ինչ վատ էր ապրում միջև կոտոր, միջև սպանելը։ Ամեն ինչ ունել մարդը,
հա, այնպես հետո նարդ են խաղում։ Եվ մեզ են պետություն պետք չի, վաղը դա էլ են ասելու։ Դա էլ են ասելու, ասում մենք աղբետ իշխանություն ենք, տվեցիք մեզ ձեն Գյումրիում փառակալում։ Մենք հասկացանք, որ դուք մեզ շատ եք սիրում, ու մենք որոշեցինք։ Մենք չենք շարունակելու պետականությունը։ Մեջն է սա պետք է սա ավելորդ ծախսը, հարիկ տանք ես երկրի ուրիշին։ Թող իրանք ապահովեն բյուջեն։ Մեզ փող կտան ներդրումներ կանեն, այնքան այդպես բաներ կասեն, որ ասեք մի քանի sense բիոթափոնի համար դա կլինի հրաշք։ Ես ասեմ, գրզոն առաջի ոգևորողն ամնելու դրանից։ Ահա ասելա ներդրումներ է գալու, պատկերացնում եք, բիզնեսը կծաղկի։ Էլ տեղյակ չի, որ առաջին բանը որ ունենալու է, իրանը զրկելու ամեն ինչից։ Բանկերից, այդ կառույցներից, հիմնարկներից, այդ ամեն ինչից։ Իրան լփիկին, գիտեք են հասարակ ժողովուրդն է կորցնելու։ Չէ։ Ով իրեն ծառայել է։ Մի խոսքով, ցանկացած մարդ, որ այս ընտրությունների ժամանակ սրանց ձայն տվեց, այս ամեն ինչը պետք է հաշվի առնի։ Պետք է նկատի ունենա, որ ինքը հիմա ասում է, արա։ Դու ճիշտ ես ասում, որ բանը Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Մեզ էլ պետք չի։ Ձեն տվողը դա էլ է ասում։ Ասում է, որ ճիշտ է սարել ես երեխեքին սպանել ես, ճիշտ է սարել որ սպանել վառել ես, ճիշտ է սարել մարդկանց տնից տեղից զրկել ես, ճիշտ է սարել որ ժողովուրդը կոտորում ես, սովածությունից թողում գնում է երկիրը։ Այդ ամեն ինչը ճիշտ է սարել։ Այդ ձեն տվողները դա են ասում։ Այսքանով ուզում եմ այս մասը վերջացնեմ ու անցնեմ առաջ։ Եվ որ քանի որ հասանք Սամբուլի կողմերը, ես ուզում եմ ձեզ Արշավի Շիրակյանի նորից սաունդ հասնել եւ հիշեցնել։ Ինչով է ինքը փայլում ոչ միայն որ 7 թե 8 երիտուրքերի կառավարության անդամները սատկացել աշխարհով մեկ եւ իրան ոչ մեկ չի կարողացել գտնել։ Հա, կարդում ենք ուրեմն 20 թվականի մարտի 27-ին Այսօր Արշավի Շիրակյանը գնդակարել է Կոստանդինոպոլսում դավաճան Վահե Եսայան։ Հա Եսայանը թուրքերի համար կազմել էր Կոստանդինոպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 15 թվականին։ Տեսեք, 20 թվականին այսօր սպանել է 5 տարի անց։ Պատերազմից արդեն հեսա կանցնի 5 տարի։ Շատ չի։ Միտքս հասկացաք։ Այս տարի 25-ամյակն է լինելու պատերազմի։ 5 տարի լրամն է։ Իսկ ով ասե որ հիմա Արշավի Շիրակյան չկա։ Ով կարա պնդի որ չկա։ Մանավանդ եթե հանգստանց տակը թուլացավ։ Մարդիկ մեկ ձեռներով են դա իրականացնելու։ Մեկ։ Դա համար եմ ասում, դուք պիտի խնդրեք, որ ձեզ դատարան հասցնենք։ Դուք պիտի հիմա ամեն ինչ անեք, որ օրենք աշխատի, որ ձեր նկատմամբ ոչ թե լինի սամասուտ ինքնադատաստան, այլ դատական process։ Ինչպես այսօր ինքը հասկացավ իր մաշկի վրա, կամ էլ այդպես չհասկացավ Մարտունի Գրիգորյանը։ Հա, երբ որ լիներ, եթե լիներ օրենք, եթե իրենք ժամանակին ամեն ինչ ապահովեին, այսօր այդ չոբանները, սրիկանները, որոնք աշխատել են ձեր համար, պատկերացնում եք, ձեր նախկին որբերը, որ ձեր ձեռից հաց են ուտում, այսօր մտել են ձեր տուն, քո սրբություններին, հորն ու տղուն վերցել տալել են։ Գնական չէ։ Եվ այսպես, պնդում են ասում են, Սարեգի կինը, որպես միայնակ մայր, 3 երեխաների համար նպաստ է ստանում։ Եթե տղա է, թող հերքի։ Ես միանգամից անցնեմ առաջ։ Եթե տղա են, կարող էին հանել ստեղ։ Եթե տղա լիներ, ինքը չէր կարող լինել ՔՊ-ի տեխնացու։ Չէր կարող լինել, էլի։ Այն Վահագն Ալեքսանյանն էլ չէր ասի, ով ՔՊ ձենտավորներին քֆուր ադել է, ինքն իրանք էլ են հասկանում, որ քֆուրի ամպ է կանգնած Գյումրիի վրա։ Ամպ, Գյումրի չէ, ՔՊ-ի վրա։ Ամպ։ Դուք հասկանում եք, չի, որ եթե սրանք ներվող լինեին այդ հայոյանքներից, իրանք չէին առաջադրվի։ Այնպես որ հարգելիս, ինքը տղա չի, իսկ քո ասածին ես հավատում եմ, որ այս վիժվածքները նույնիսկ հա սեփական կանոջից կարող են բաժանվել, որ ասենք այսքանի հետ մի քիչ էլ նպաստ ստանան։ Իսկ այն հանգամանքը, որ ասում ես, եթե տղա է թող երկի, եթե տղա լիներ, ինքը Նիկոլետ, ինչ գործ ուներ։ Ինչ։ Կարող եք մի հատ տղամարդ ասել, արժանապատվություն ունեցող տղամարդ, ցույց տալ, ասեք տեղի իմանամ, էլի, որ ասեք ինքը համ Նիկոլի հետ գործ ունի, համ գիտեք ինչքան արժանապատիվ տղա է ինքը։ Երկու տարբեր հակասող բաներ են նրանք։ Այսօր ամենաշատը ինչն է պակասում մեր իրականության մեջ, ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես աշխարհում մեկ արժանապատվությունը։ Արժանապատվությունը։ 2 օր առաջ
բան եղավ, բիզնես կոնֆլիկտ եղավ խոսակցությունների ժամանակ, բանակցությունների ժամանակ։ Այսինքն կոնֆլիկտը ո՞րն է, որ հարցն է ճիշտ, խաբել թե չխաբել, այս հարցը ո՞նց լուծել, թաքցնել, բան չանել։ Ես իմ ասեցի ու կանգնեցի կողքի վրա, հետո եկան հետո այդ եզրակացություն, ասի եթե բիզնեսի մեջ ու ցանկացած բանի մեջ բացակայել է բարոյական ցենզը, դա կարճաժամկետ խաբելություն է լինելու, որտեղ երկարաժամկետ բիզնեսը կորուստ է տալու։ Ասի եթե դուք ուզում եք կարճաժամկետ այս հարցը լուծվի ու ամեն մեկ իր փողերը փայը վերցնի ու փախնի, դուք երևի ճիշտ եք անում, ասի ես դա մեջ չեմ մասնակցում, որտեղ ես իմ ծրագրերը հեռանկարային են, ես երկարատև եմ պլանավորում, ես չեմ մասնակցի։ Ես թողեցի դուրս եկա, ես մտածում եմ հաստատ այդ ամեն ինչը ստորագրվելու է։ Ես դուրս եկա, գնացի կոֆե խմելու։ Ոչ մեկ չեկավ հետևիցս։ Բայց ես եկուն իմեյլ ստացա, որ գործարքը հետաձգվել է, ուրիշ տարբերակ են ման գալ։ Ժողովուրդ, ցանկացած հարաբերության մեջ, եթե մենք ուզում ենք երկարատև ինչ-որ շղթա, առողջ, որ այսպես բանի նման, մարդունիքի նման չֆռականգնի դեմներս։ Ցանկացած մեր գործարքի մեջ, ցանկացած մեր գործողությունների պետք է ամենակարևոր ֆակտորը լինի։ Կորցրա, բայց մի դավաճան։ Կորցրա, որտեղ այդ կորուստը թվացial է։ Եթե դավաճանում ես, այդ օգուտն էլ է թվացial։ Թվացial է այդ օգուտը, որը կարճաժամկետ է, երկարաժամկետ իմաստով դու կորցնում ես ամենակարևորը, քո խոսելու իրավունքը, քո ապրելու իրավունքը, քո ասենք, որ քո խոսքը արժեք ունենա։ Այսօր ամենաթանկ բանը, ես կարծում եմ, դա վստահությունն է։ Վստահություն, որտեղ դու գիտեք, ասենք բրենդներ կա, որ մարդիկ չեն կարդում նկարագրությունը, description-ը չեն կարդում։ Այս բրենդի ապրանքն է, այս մարկն է, չգիտեմ, Lexus-ն է, Toyota-ն է, Mercedes-ն է կամ ուրիշ ֆիրմաները, Bosch-ը, Singer-ը եւ այլն։ Դու հասկանում ես, որ այս բանը բրենդը, հա, այս անուն ազգանունը, Louis Vuitton-ն է, իրենց չի խափի, սա հաստատ բասուրակա, շվիցարացած, բասոս մետաղից հասարակած եւ այլն եւ այլն։ Մարդիկ, մանավանդ կարողունակ մարդիկ վստահություն են փնտրում, վստահություն, որտեղ իրենց հաստատ չեն խափելու։ Կարող է այդ մոդելը դուրդ գա կամ չգա, բայց դու հաստատ գիտես, այդ մոդելի տակը ամեն ինչ տեղն է։ Կարող մոդելը դու չի գալ, բայց ինքը հաստատ չեն խափում քեզ, հուսա էժան չի, կեղծ չի, սուտ չի։ Հիմա սրանք ամբողջ կյանքը տենց են ապրել։ Ստի կեղծիկի խափեության ու հիմա էլ են նույնը անում։ Ու այսօրվա քաղաքապետ լինելու համար ինչի՞ է թուրքերին պետք է քաղաքապետ լինելը։ Թուրքիան ամենամոտիկն է։ Թուրքերը իրաց ներկայացուցիչներ ունեն, չէ՞, հիշում եք այն Սուրեն Սուրենյանցի տեխնացուներ Թուրքիայի ռեզիդենցա։ Այնքան է բացվեք հարտերը, որ սրանք վաղը հասկացան, գիտես ինչ, Կարս, Գյումրի, քույր քաղաքներ կարող են լինել։ Սահմանը կարող է բացնի։ Գրզոն առաջինն է ուրախանալու։ Մի քանի sense պալակատներով էլ գնալու են բադիգալուս թուրքերին։ Էդ էլ է լինելու։ Եթե սրանք կարողացան իրենց ծրագրերը անեն, ասեն, առևտուր լավ բան է։ Բացենք ամեն ինչ, բացենք առևտուր անեն, գնան, գանք, տանք, թողան առնեն, սաղ գնան։ Ինչ կա, թողան առնեն գնան, մենք էլ ազգային փոքրամասնություն վաղը դառնանք իրենց մոտ ճորտ։ Էս էլ են անելու, ամեն ինչ գնում է դրան։ Իրանք պետք է ասեն, հիշում եք, ոնց է ասել այդ պայմանագրի վերաբերյալ, որ հարցրել են պայմանագրի մասին ժողովուրդը բան չգիտի, ասել են հա դե կարող է մանրամասները չգիտի, բայց դե ընդհանուր գիտի չէ մենք ինչ ենք ասելի։ Այսինքն են ասելու, դե հա հիմա, բայց գիտեին չէ ինչի համար են մեզ ընտրում, որտեղ մենք թուրք ենք։ Ոնց կարող է թե թուրք ենք, ոնց կարող է սահմանները փակ թողենք մենք։ Չէ, զուսը մեկը սահման չի բացելու։ Այդ թուրքը սահմանը չի բացել, բայց սրանք նվիրելու են ամեն ինչ անելու են, հարկային արտոնություններ են տալու, ամեն ինչ տալու են, արեք, սարքեն Բաթումի, որտեղ որ մտնում ես, քեզ թվում է Թուրքիա ես մտել։ Բայց իրենք հիմնավորել են, որ սա ներդրումների համար է։ Հասկացա գյումրեցիներ ջան։ Ուր են մեզ տանում։ Այսինքն կոպեկը փալփլուն դերը ցույց տալով տանել են մեզ կարապնարան, այնպես ոնց որ ամերիկացիներին արեցին։ Եվ այսպես։ Քանի որ ամեն ինչ ավելի է սրվել, քաղաքացիական պայմանագիրը հրավիրում է հրատապ ամլո ասուլիս։ Հրատապ։ Ինչի հրատապ։ Իրանք շատ լավ հասկանում են, որ իրենց ոտքերի տակ այրվում է ուղակի։ Այդ այսօրվա այդ հմեկում բանավեճը, հա, ամեն ինչ ցույց տվեց։ Իսկ չարլեզուներն ասում են, որ բանավեճից հետո չգիտեմ ճիշտ է թե չի,
ճիշտ չի, կարծում եմ ստելու ալիք չկա, սալիկը ծեծել է կերել, սա էլ է հնարավոր։ Ես չեմ բացառում, որ միջև Կիրակի էլ ավելի մեծ իրադարձություններ լինեն, սրանք հասկացել են մի բան, որ միլիցով, Ենիչերիով, որ Իրանն էլ չէ, հա Նիկոլ, այդ Ենիչերին, որ այսօր քեզ ծառայում է, դրան վաղը ով 2 րոպե ավելի փող տվեց իրանա ծառայելու, առաջինը իրանք են քեզ այսպես ծառայելու դնեն մի կողմի վրա։ Իրանք հասկացել են, որ Ենիչերիով ընտրություններ հնարավոր չի անել, որովհետև եթե դու միտեղ ունես 3-4% ձայն, էնել քո աշխատողներն են։ Էնել էլ հայտնի չի իրանք որ գնացին այդ բանի մոտ, իրանք ընտրելու են թե քեզ, թե ոչ։ Սրանք հասկանում են, որ վերջնա հրատապ ինչ որ միջոցառումներ են անում։ Դուք ոչնչանալու եք Գյումրիում։ Ես հավատում եմ դրան։ Եվ կուզենամ աչքերի մեջ նայեն այն մարդկանց, որոնք հանկարծ սրանց ցեն կտան։ Ազնիվ խոսք եմ ասում։ Գյումրեցիներ ջան, ձեր մոտից սկսելա, ձեր մոտով պետք է վերջանես աղերիքը։ Ես չեմ ուզում այդ ճղճղան բառերին ասեմ, որ ես հավատում եմ Գյումրեցու թասիվին, հա, նես դուրս կգա, ասենք Վանաձորցին թասիվ չունի, էլի։ Այդպես բան չկա։ Կամ կա գիտակցություն, արժանապատվություն, կամ չկա այդ գիտակցությունը արժանապատվությունը, հենց որ տեղանքի հետ կապված չի։ Իսկ եթե դուք առավել եւս ուզում եք ապացուցեք, որ դա տեղանքի հետ կապ ունի, այս ձեր ընտրությունների արդյունքում մենք Կիրակի կամ Երկուշաբթի կլսենք ու կտեսնենք այդ ամեն ինչի մասին։ Անենց ընտրություն անել, որ սրանց այս հեգնական ժպիտը մեկ էլ այս հետևի լոգոն, եւ ասա մասին եմ խոսալու։ Սա չկվի։ Այս հեգնական ժպիտը վերածվի սկիցի այդ լոգոնը շուտ ջնջել, որ մենք չհիշենք, որ սա թուրքական լոգո է։ Հիմա գամ այս լոգոյին։ Հիշում եք այս քաղաքացիական պայմանագիրը ես ծեծվեց։ Ես հիշում եմ 2013 թվականին Ռաֆի Հովհաննիսյանի ընտրությունների փուլում էր։ Ինչ եմ ասում։ Այս ժամանակ այս ստեղծվել։ Ով է այդ ժամանակ նախագահ։ Այո, Սերժիկ Սարգսյանը։ Ինչ եք կարծում։ Սերժիկ Սարգսյանը չգիտեր այդ կուսակցությունը ինչ է ստեղծում։ Հենց այդ ժամանակ մենք գիտեք ինչի վրա զարմացանք, որ հենց հիմա տապալվեց ամեն ինչ, ասենք հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում չի կարող ընտրություններ լինել եւ դա բան չի, հեռանկարային ճանապարհ չի, հա, ու ստեղծում է կուսակցություն, ընելով Փաշինյան Նիկոլը։ Փաշինյան Նիկոլը է, որ բացի բեմի վրա ղժղժալուց նա կյանքում ոչ մի կառուցողական բան չի արել։ Ու մեկ էլ սա քաղաքացիական պայմանագիր, ու մեկ էլ էս նույն դեմքերը նստեցվեցին կողքերը, այսպես նույն միջև մեջանը։ Ինչա ձեզ թվում է այն չեն զեկուցել, որ էսի թուրքերն են ստեղծում, թուրքական լոգոյ է սա։ Չէ՞ դե կա Գորիկ Գուլգեն ինչ կար, ԱԱՑ-ը լավ աշխատում էր։ Իրանք էլ գիտեն, որ թուրքական փողերն է, դոլարները, իրանց կոնտրոլի տակ գալիս մտնում Հայաստան, հենց իրանց համար։ Դա ինչ է կարծում, եթե ինքը թուրքերի մասին գիտեր, էս լոգոյի մասին չգիտեր ամեն ինչ է համարվում, սա ասում են նրանց համար, ովքեր դեռ միամտորեն կարծում են, որ Սերժիկ Սարգսյանը չգիտեր, այս ծրագիրը, այս լոգոն, այս թուրքական լոգոն, դրվել է 2013 թվականից, ու ընդամենը 5 տարի հետո սա իրականացավ։ Իսկ կարող է այն ժամանակ ստեղծել են, որ մի քիչ ուշ իրականանար, կամ այլ նպատակների համար, բայց որ դա սկսվել է այն ժամանակվանից, ու սենց մեթոդաբար բոլոր նրանցով, ովքեր Արադ Միրզոյանը, որը KGB-ի հետ համագործակցության հրաման է տվել, հա Ռուբեն Ռուբինյան, որը Թուրքիայում է սովորում, որը հավաքագրվել են այնտեղ, այն մյուսները, ես հիմա որ սկսեմ դրանց ցուցակները հիշողությունով վեց անել, մենք քանի օգուտ ենք բացահայտեցինք, հա։ Թաթուլա Հակոբյան, Խուրշուդյանը, որ չէ, Խուրշուդյանը ավելի ուշ գնաց, 16 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, արդեն ծռեր ապստամբությունից հետո գնաց Թուրքիա ու հասկացավ, այս ուրիշ թուրքեր են։ Որովհետև 16 թվականի բանին ապստամբության ժամանակ ես հիշում եմ բոլոր ինտերվյուները։ Հովսեփ Խուրշուդյանը տղա էր։ Միշտ Թուրքիա գնալ է, եկավ Թուրքիա, ասեց, վայ, էս սա դեռ ուրիշ թուրքեր են, դեռ մենոնք են։ Դա համարել այսենց հենց հիմա այս ռոտենում եք այս նկարը Նիկոլետ այսենց է։ Ու հիմա այս երրորդ որ կտեսնեք եւ ընտրությունների ժամանակ դա Նիկոլի շլյապայով կներեք բառիս համար տեսակն է, այն բանը, ձեռնոցներով եվրոպական բան։ Նույն Նիկոլներն է,
ուղղակի այդ պոզայով։ Այդ եվրոժետոնների ներկայացուցիչը բանն է։ Լևոն Բաղսեղյան, ասեմ գյումրեցիներ ջան, հանգարց չխաղում եք։ Նույն Նիկոլն է, ոչ մի տարբերություն չկա։ Գնանք առաջ։ Ուղղակի ուզում եմ ամենի լսել։ Մարդ չմեռնի էլ, հող չտանք էլ, մարդկանց կյանք չխախտվի էլ, երկիրս խայտարակ չլնի էլ։ Հասկացաք գյումրեցիներ ջան, ինչի պետք է սրանց չընտրեք։ Այս բառերը համար սպանեցին իրան։ Սխալ բան չի ասում, հանենք սա, էլ մարդ չմեռնի, էլ հող չտանք, էլ խայտարակ չլինենք։ Հիմա այդ ամեն ինչի բանալին գտնվում է Գյումրեցու ցեղում։ Դե ես տեսնեմ։ Էլ բան չեմ ասում, թվում։ Այդ մասով էլի։ Հիմա լսենք մեր մյուս ընկերներին ինչ են ասելու սրան։ Չեն ես երկրում ամեն ինչ անում։ Ում է ձեռք տալի, որպեսզի ոչ մի փոփոխություն չլինի, որպեսզի երկիրը թուրքանա, ուր է տանում։ Երեկվա վարչապետի ելույթը արդեն երևի հոգեբուժարանից, եթե իսկական բժիշկ լիներ, պիտի սպիտակ շապիկ հագցնեին ու տանեին։ Մենք ազգովի դարձել ենք, չգիտեմ ինչ, անգամ անուն չես կարող տալ։ Այսքան նվաստացած, այսքան իջած, մենք փոքրամասնություն ենք ազգով։ Եկեք մեր երկրում ապրող յուրաքանչյուր ազգության այսքան նվաստացնենք, քանի անգամ ավել կհավաքվեն։ Սա ժողովուրդ է, ազգ շատ քիչ է մնացել։ Չգիտեմ ինչ է կատարվել այս երկրի հետ, որ այս ազգը այսպեսի թափտպուկի է վերածվել ու լսում է նման թափտպուկի։ Ինչեն Արեք ապացուցենք այս քվեարկություններով, որ այն ինչ որ մեզ ցուցադրում են, դա ինչ որ մեզ մատուցում են, դա բան է, խապկանք է։ Իրականում մենք ազգ ենք, մենք քոչվոր ցեղ չենք եւ մենք չենք կարող այս ամեն ինչը հանդուրժել։ Ոչ իմանում, սա երևալու է Փարաքալում եւ Գյումրիում։ Երևալու է։ Այսօր Ալիևը հարցազրույց հատասել 15 րոպեանոց, որտեղ 11 անգամ շեշտել է Հայաստանի մասին որպես թշնամի պետություն, հա? Թշնամի, այսինքն Ադրբեջանի հետ խաղաղություն կոչվածը, դա ֆիքը, դա մինչդեռ այս տականքները հիշում եք, չէ՞, սանց բառերը։ Ադրբեջանը թշնամի չի, Ադրբեջանը գործընկեր է։ Ադրբեջանը մեզ դիտարկում է որպես թշնամի, սրանք ասում են, չէ, ճիշտ է, ինքը մեզ թշնամի է ասում, մեր վրա կրակում է, բայց մեր վրա չի կրակում, ինքը օդ է կրակում։ Հա, մենք իրան չենք ասում թշնամի, չնայած ինքը մեզ թշնամի ասում, ինքը մեր գործընկերն է։ Ժողով ջան, այս ամեն ինչը բավական մարդը ուտի, կհանդուրժի, իմ կարծիքով չէ, բայց եմ ասում, այս Գյումրիում, այս Կիրակի օրը ամեն ինչ կերևա։ Մի հատ էս էլ եմ դուք ուզում լսեք անպայման կարդաք։ Եվ այսպես, լսեք սա, ուսանողների, դասախոսների համար վարկով հեծանիվ գնելու տոկոսադրույքը զորացնում եք։ Լսեք սա։ Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, մենք ըստ էության ինչ ենք ասում այս որոշման նախագծով, մենք այն ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի եւ վերադառնալ տուն կամ հեծանիվ օգտագործել որպես տրանսպորտային միջոց, կառավարությունը պատրաստ է աջակցել այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։ Այսինքն քանի տոկոսն ենք մենք սուբսիդավորում, տիկին։ 16% է տարեկան դրույքաչափը եւ այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու է։ Այսինքն զրոյացնում ենք տոկոսը։ Այո։ Տոկոս Հիշում եք, սա քանի հազար հեծանիվ էին առել։ Իրանց պետության հաշվին։ Ո՞նց է մեխանիզմը աշխատում։ Գզոն գնում է մի քանի վագոն, մի քանի կանտեր։ Հեծանիվ է բերում Չինաստանից։ Պետք է առնեք։ Դե ասում եմ դպրոցների համար։ Դպրոցների հեծանիվների համար հեծանիվ առնենք։ Պետության հաշվին։ Առնում է մեկը տենում են չէ, տակելի բան է մնացել։ Ոնց վաճառել, չի վաճառվում։ Ոնց վաճառել։ Պետությունը ասում է տոկոսները կտա, մենակ գրզոյի հեծանիվներն առեք։ Հեծանիվ դուք հասկանում եք, ասեք մի երկրում որտեղ անվտանգության խնդիր կա, ապրելու խնդիր կա, օդ չկա շնչելու, կանաչ տարածք չի մնացել։ Իրանք մտահոգված են հեծանիվ ծախել։
ինչքան արել է բյուջեն, ինչքան հնարավոր է, երևի հոդված չի մնացել որ տան, հիմա ասում են բերեք այդ բաներն էլ մեր վրա վերցնենք, ոնց որ Քոչարյանի տները։ Նույնը Քոչարյանի տներն է։ Այն որ սարքել են հազարներով, որպեսզի մարդիկ դա կարողանան անեն, ասում են քո եկամտահարկը որ պետք է գնա պետության բյուջե, դրանից կպարզենք, մենք կմարենք բաները, տոկոսադրույքները։ Ինչ է կատարվում։ Ով տուն առել, տուն առնողին ձեռը տալի, մեկը ինքը հարկը տալիս, հա, այդ հարկը գնում է տոկոսադրույք, ուրեմն ստեղ ովքեր է շահում։ Տուն առնողը, բանկերը եւ տուն վաճառողը։ Բայց այդ բաները հարկերը պետք է գնալ բյուջե, որի բանը, որով պետք է կարգավորվեն ամբողջ երկրի տնտեսությունը։ Ոչ թե այդ մի քանի հոգունը, որ տուն են առել, ոչ թե այդ մի քանի բանկերը, որ դրա համար տուն են բարգավորում տուները, ոչ թե այդ կառուցողը Քոչարյան Ռոբերտը, որ այդ տները սարքում է։ Դուք հասկանում եք ինչ ոնց է կատարվում այս ամեն ինչը։ Ու այսօր դա այդքանից հետո այդ Սերգեյ Համբարձումյան կասեմ, ոնց է։ Սերգեյ պատգամավորը որ իրանց քպից նախքին բարգավաճ հարց տվեց աշխատավարձների թոշակները հիստերիայի մեջ են գալիս տականքը ասում է աշխատավարձ թոշակը ոնց բարձրացնենք ասում է պետքա բանը լինի մուտքը լինի երկրում դրամական մուտքը լինի հոսք լինի որ ենք աշխատավարձ բարձրացնենք այն էլ ինչ որ կա բայ հիմա հարց բայ այն ինչ որ կա դու ոնց ես ուղարկում կոնկրետ բանկերի տոկոսադրույքների մարմանը որ կոնկրետ Քոչարյանի տները ծախեն այդ բանկերով պատկերացրեցիք ասում են Քոչարյանը սան դեմ է Քոչարյանը սան դեմ է որփի մի հատ ստեղ նայեք նայ որփու անտերը Օրբանը, Ալիևը, Էրդողանը իրանց համար իրանք իրանցով որփը կանգնել է մյուս որփի հետ օմեգայի հետ Իսկ խնդրանքով ինձ հետ խաղացնեք գյուղացիներ ջան սրանն եք ընտրելու Հայաստան աշխարհ սա ոնց դու կարող ես հանդուրժել ինքը երազում է որ Օրբանի, Ալիևի եւ Էրդողանի մեջ տեղ ունենա, ասես որփի նման մերժված ականքը կանգնել է, մյուս որփներ թիկունքում ու նայում է իր շեֆին թողեն ընդ իրանց հետ խաղա թե չէ, բայց թքած ունենան։ Դուք նայում եք իր վրա նույնիսկ չեն նայում, առամարած ունեն։ Սա անտիր նկար է։ Չեն նկատում, որ նա եթիմ կանգնել է կողքները։ Անտիր նկար է։ Ցավոք այսօր մեր իրականությունը պատկերը։ Եվ այսպես ի տարբերություն մեզ, քրդերը, մենք պետություն ունենք, պետություն, կարգ ու կանոն, հարկ հավաքել, բանակ, բան, բոլոր միջազգային ինստիտուտներում ներկայացված, մակում, բան, ամենտեղ, Եվրոխորհուրդը, ոչ մի բան, այս կառավարությունը չի կարողանում անի երկրի համար, բայց քրդերը, հա, դիմացում են, առաջ են տանում քրդական հարցը, իրենց ձայն են բարձրացնում իրենց բանակն ունեն թուրքական դրոններ են խփում եւ այսպես ուրեմն Ռոժավանդը Թուրքիայի հայցով մշտական ժողովրդական տրիբունալը Եվրոխորհրդարանում որոշում է կայացել խիստ հանձնարարականներ տալով թե Թուրքիային թե Սիրիային գոյություն չունեցող երկրի մասը Հայաստան գոյություն չունի իսկ հայ ձայնը ոչ միտեղ չի լսվում որովհետեւ Խնդիրը նա է, որ հայ ձայնը չի դա, հայկական պետականության իշխանությունը զավթած թուրքերն են, հիմա հարց, մենք վերադարձնելու ենք իշխանությունը հայերին, թե չէ, Գևորգ ջան, այդ վերադարձնելու հնարավորությունը գյումրեցին ունի այսօր, փառաքարում ապրողների հետ միասին, հիմա կտեսնենք, քանի հայ ապրում տարածքում, քանի թուրք, եթե հենց լինելու որ թուրքերը շատ են լինելու, նշանակում է հանգիստ կար այդ ռեգիոնը լինի թուրքական, ես էլ չեմ անհանգստանա, որովհետև եթե ռեգիոնը հայկական լինի եւ միամիտ հայտնվի թուրքերի տակ, ես կմտածեմ իմ հայրենակիցները այնտեղ տառապում են, ոնց անեմ նրանց պետք է։ Բայց եթե կպարզվի, որ թուրքերն ավելի շատ են, դե կմտածենք դե հիմա գիտեք, բնության օրենքն է։ Մարդը ինքնակամ գնաց հանձնվեց թուրքին, ես իրենք ինչ կարող անեմ։ Ես իր տեղը չեմ կարա մտածեմ, ընտրեմ, հա Չի, դա բան չի էլի։ Վերջում մենք դեմոկրատ մարդ ենք, չէ՞։ Մենք
Հավատում ենք մարդու ազատ անհատական ընտրությանը։ Ես դրա կողմնակիցն եմ։ Այս բանն եմ ձեզ ուզում ցույց տամ։ Անպայման։ Տեսեք։ Միացյալ Նահանգների, Եվրոմիության, Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից մեկը։ Մեր դիրքորոշումը հետևյալն է։ Ղարաբաղի հարցում նորից մի երկար process է տեղի ունեցել։ 92 թվականից սկսած մինչև այսօր փաստաթղթից փաստաթուղթ, հայեցակարգից հայեցակարգ, մշակվել է արդեն կարգավորման մի ծրագիր, որը կոչվում է Մադրիդյան սկզբունքներ։ Այդ սկզբունքները, Մադրիդյան սկզբունքները, օրդվել են 3 երկրների, 3 համանախագահ երկրների նախագահների կողմից՝ Օբամայի, Մեդվեդևի եւ Սարկոզիի։ Լսեք, սա շատ լուրջ բան է։ Շատ լուրջ բան է, արդեն մակարդակը այնքան է բարձրացել, որ այլևս այդ սկզբունքներով որևէ բան փոխել գուցեև անհնար է։ Փոխել կարելի է ինչ-որ մանրամասների մեջ, դետալների մեջ, որոնք նույնպես շատ կարևոր են, բայց հիմնական արդեն փիլիսոփայությունը, ստրատեգիան փոխել անհնար է։ Եվ այսպես իր հետ։ Վերջնական կարգավիճակ իրավական ճանաչել Արցախի հետ տրամաբանության մեջ է, թե ոչ, պարոն նախագահ։ Վերջնականը թողնված է Ապագա բանակցություններում, երկրորդ փուլում։ Այո։ Դեռ մենք խոսում ենք առաջին փուլի մասին։ Առաջին փուլը հրդեհը հանգցնելու փուլն է։ Հետո ինչ երաշխիք, պարոն նախագահ, որ կճանաչեն ապագա բանակցություններում կճանաչեն։ Ամբողջ հարցն այդտեղ է, պարոն նախագահ, որ ձեր ընդդիմադիրները մատնանշում են։ Ձեզ ասում են, ինչ երաշխիք ունեք, որ Ադրբեջանը կճանաչի վերջնական փուլում Արցախի անկախությունը։ Ձեզ ասում են, որ որևէ օրինակ չկա, երբ Ադրբեջանը չի հրաժարվել իր ստանձնած պարտավորություններից։ Նա միշտ հրաժարվել է իր ստանձնած Ես պարտավորություններից։ համաձայն չեմ բացարձակապես այդ արտահայտությունը։ Ինք համաձայն չի բացարձակապես այդ բանի մեջ։ Սա 17 թիվ է, ժողովուրդ ջան։ Սա 17 թիվ է, դեռ հələ նիկոր չկա։ Ուզում ասեմ, սրանք չեն մարսել Արցախի ազատագրումը, չեն մարսել դեռ 94 թվականից։ Այսինքն 91 թվականից, երբ որ սկսեց պատերազմը, 92-ից մտավ բեկումը, Շուշի ազատագրումից մտավ բեկումը, եւ 94 թվականին սրանք չհանդուրժեցին Ադրբեջանի կապիտուլյացիան, կանգնեցրեցին, տվեցին զինադադար իրավունք, ճանաչեցին Ադրբեջանի իրավունքները տարածքների վրա, հա, բայց ժողովրդի միևնույն ժամանակ խափում են, որ այս հարցը ամենաբարձր մակարդակներով լուծվելու է, այսենց, հա, Միսկի խումբ, տեսեք ինչ մակարդակների է բարձր։ Չնայած ինքը միանգամից այդ ժամանակ կարող էր վերջանալ։ Կարող էր ուղղակի վերջանալ։ Հենց 91 թվականին ասեմ, կարող էր ընդհանրապես պատերազմներ չլիներ։ 91 թվականի անկախությունից հետո Ադրբեջանը անկախացավ, Հայաստանը անկախացավ, Վրաստանը անկախացավ։ Ադրբեջանը ու Վրաստանը ճանաչեցին իրենց տարածքային ամբողջականությունը իրենց առաջի հանրապետության կարգավիճակով, Հայաստանն էլ ճանաչում էր իր անկախությունը էլի առաջի հանրապետության ճանապարհով կարգավիճակով, գործել ասում եթե անհամաձայնություն կա, աղբիջան, այս քո կարգավիճակն է առաջին հանրապետության, էսի։ Գնա միջազգային դատարան։ Այդ պատերազմներ չեր լինի, այդ անհավիքներ չեր լինի։ Սրանք ասին նյետ չի լինելու դա։ Մենք ստեղծենք երրորդ հանրապետություն ռուսի ուզած սովետական քարտեզներով։ Դե հայ ժողովուրդը համաձայն չէր արդեն, որտեղ սկսել էր Արցախյան բանը շարժումը։ Չեն մարսել սրանք։ Ասում եմ, ես մի քիչ էլ համաձայն չեմ, պրիտանք այս ամեն ինչը։ Իսկ ինչով է զբաղված այդ տականք այդ ժամանակ։ Ոչ մի պատահական բան չի եղել, ժողովուրդ ջան։ Ոչ մի պատահական բան այս ամբողջ ընթացքում չի եղել։ Պլանավորված, բոլոր դերակատարները պարզ են եղել, նպատակները պարզ է եղել, ուղղակի սա հասցնել մեծ լսարաններին այն ժամանակ անհնարին էր։
Աննայն է, որովհետև մեդիան իրենց ձեռքն էր, ընդդիմությունը մեծ հավաքներ չէր կարողանում անել եւ շատ բաներ էլ դեռ այն ժամանակ այդքան պարզ չէր, անկեղծ լինեմ, այս ամեն ինչը սկսեց պարզվել ավելի 18 թվականից սկսած առավել, բայց ասենք 13-14 թվականից արդեն պարզ էր, 16 թվականի ապրիլյան Քարոզյան մի անգամից դրեց, ասեց ոնց, սրանք արդեն որոշել են տան, որտեղ Սերժ Սարգսյան եկավ իշխանության խախտելով ամեն ինչը, 13 թվականին, ինչ պետք է տավ դիմացել, ինքը եկել է ընտրության, ճանաչել էր իր իշխանությունը, ինչ էր տալու Ռուսաստանի, Սերժ Սարգսյանը 13 թվականին արդեն մարիոնետ էր, արդեն ոչ մի բան չու, օդի մեջ կախված, սենց բան էր, ինքը տիկնիկ, ոչ ժողովրդի մեջ բան ուներ, ոչ մի բան չուներ, ասում եմ, այն ինչ որ մնացել էր Վազգենից այս ռեժիմները ոսենց տեղը փոխել էին, 13 թվականին Սերժիկին էլ բան չէր մնացել, ընտրություններն էլի կալվեց Ռաֆի Հովհաննիսյանին, բայց քանի որ էլի իրենց նշանակածներ տարան, աղոթելու ասեցին, նո, որտեղ բանը Ռաֆին լուրջ էր ընդունել, ասում էր գնում եմ Բուդինից հաղթանակ բերեմ, պատկերացնում եք, Հայաստանի ընտրված նախագահ, ասում է ես նախագահն եմ ընտրված ու գնում եմ Բուդինից հաղթանակ բերեմ, հայտարարություններ, ինչ որ է Ինչ պետք է 16 թվականին արդեն պարզ էր որ, հենա, Քարոզիա պատերազմը չեն կրակում, բան չեն կանում, իրեն գալի գրավում են, վերջանում է գնաց։ Զինվորը պահեց չթողեց։ Հենաց մյուս բանին, արդեն մյուս պրովոկացիային ամբողջ հանրապետականը ոռնում էր պիտի տանք, մերը չի պիտի տանք, էնել սասնացրելի ապստամբություն, էդ էլ մնաց դրանց կոկորտին, ոնց անենք այդ հարցը լուծենք, բերենք ամենատականքին, որ 13 թվականից թուրքական փողերով մեր աչքի տակ աճացրել ենք այսօրվա համար, անենք, վերջացնենք։ Դա ման ասում Լևոնը, ես այդքան էլ համաձայն չեմ։ Կրակում են մեր վրա, 7 օր կրակում են տներին թիրախավորում են Խոզնավարի բնակիչներ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունից ասում են, չէ, ձեր վրա չեն կրակում, չէ, իրաց վրա են կրակում։ Մեր ուղղությամբ չեն կրակում։ Այն որ գալիս է ձեր վրա կտուրներին հապում է, կարկուտ է էդի։ Ձեր վրա ոչ մի բան չի ասում։ Գյումրեցիներ ջան, սրանց ձնեք տալու։ Կամ փառակալի բնակիչներ։ Եվ Հայաստանում կարող է մի մարդ լինի, եթե իրան կարելի է մարդ ասել, որ սրանց ձեն կտա։ Եթե տվեց ձեր տան վրային այսպես կրակել մի օր։ Գանք այս Ազատություն ռադիոկայանին, Ազատություն ռադիոկայան, ես ձեր համար ես ուզում ասեմ ուրախ եմ, բայց մտածում եմ, անկեղծ եմ ասում, որ ձեր համար ուրախ եմ, թե չէ։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ես ուրախ եմ, որ դուք առանց աշխատանք չեք մնա։ Այդ դրա համար երևի ուրախ եմ։ Բայց կուզենայի դուք մտածեք մի պահ, ինչ է լինելու ձեր հետ, եթե դուք այդ աշխատանքը կորցնեիք։ Դուք հասկացաք դուք ինչ վիճակի մեջ եք։ Դուք մնում եք առանց աշխատանք ու ժողովրդի հետ վեճը չէ, դուք առանց աշխատանք եք մնում, թե չէ։ Որտեղ դուք վաղուց չեք ծառայում ժողովրդին։ Այստեղ է էլի դիլեման։ Ուրախ եմ, որ դուք վերականգնում եք։ ԱՄՆ դատարանը, տարբերություն Հայաստանի, դատարանն ու Թրամփը դրանք տարբեր բաներ են։ Այս սա Թրամփի, չգիտեմ արդեն որ երրորդ որոշումն է, որ ինքը sense օդի մեջ բլթացնում է, դատարանն ասում է, այդ տղա, դա քո որոշելու բանը չի։ Մեր պապերը 1780-ական թվականներին բան են ստեղծել, ասում են, ընկեր, այդտեղ 3 իշխանություն կա։ 3 իշխանություն, հա, դատական սենատն է, նախագահանականն է ու դատական համակարգն է։ Այս 3 թևերը անկախ են։ Դու չես կարա սենատի եւ արդմանը դատական համակարգի տեղը որոշես։ Եվ մի խոսքով, այս երկիրը չի ուզում քանդվի, չնայած Թրամփը դրա համար ամեն ինչ անում է, եւ դատարանը անօրինական ճանաչեց Ազատություն ռադիոկայանի փակելու գործընթացը։ Հիմա գամ Հայաստանի Ազատություն ռադիոկայանի լրագրողներին։ Ձեզանից շատերի ես ճանաչում եմ անձամբ։ Գիտեք դա մասին։ Ասեմ, որ ես ուրախ եմ, որ դուք աշխատանքից զրկվել եք, չէ, մարդկայնորեն դա ընդունելի չի եւ հասկանալի չի։ Ասեմ, որ տխուր եմ, որ դուք աշխատանքից զրկվել եք, չէ, որտեղ մենք լրատվականով ոչ մի բան չենք կորցնում, որտեղ ձեր լրատվականը վաղուց չի աշխատում ժողովրդի օգտին։ Հուսով եմ, այս թեթև ցնցումը, որ վստահ եմ բոլորիդ համար ցնցում էր, բան կլինի, մի հատ ձեզ կհիշացներ, ոնց եղավ, որ ժողովրդի համար միևնույն է, մենք լրատվական լրատվություն տարածել ենք, թե չէ։ Իսկ նույն բանը հաստատ մինչև 18-ը չէր լինի։ Մինչև 2018 թիվը բոլորս կախված էինք, թե դուք ինչ եք բացահայտել երբ ու որտեղ եւ ոնց եք լուսաբանելու դա, որովհետեւ դուք այն շատ քիչ լրատվամիջոցներից եք, որոնք ասենք
իրոք լրատվամիջոցի չեք վերածվել իշխանության գործիքի։ Հիմա ես ուզում եմ շնորհավորել ձեզ այս առումով, բայց միևնույն ժամանակ ուզում եմ հիշեցնել, որ սա աշխատավարձից բացի սա լրագրողական պարտականությունների կատարման համար է տրվում ձեզ։ Մի մոռացեք դրա մասին։ Մի մոռացեք, որովհետև դուք տեսնում եք, չէ՞, ամեն ինչքան ժամանակավոր է։ Դուք տեսաք, չէ՞, որ ձեր լրագրող ընկերները նույնիսկ պաստառ չկարողացան բացել լրագրողների համար նախատեսված սենյակում։ Պաստառ։ Դուք հասկանում եք ուր եք բերել լրատվությունը, ուր եք բերել այս իշխանությունների ամենաթողությունը։ Ձեր ընկերները պաստառ նույնիսկ չկարողացան բացել իրանց ընկերոջ արժանապատվությունը էլի լրագրողական համայնքից, իրանց ընկերոջ արժանապատվությունը վերականգնելու համար, որովհետև դուք արդեն այնքան եք արտոնություն տվել այս այլասերվածների, որ ինչ որ Անդոն Քոչարյան կարող է բանին ասի բերանը լվացել ես բանին, հա, լրագրողի, դուք հասկանում եք դուք ինչի եք բերել։ Հուսում եմ այս թեթև ցնցումը ձեզ կհիշեցնի ձեր լրագրողական պարտականությունների մասին։ Երկու խոսքեր անցնենք այս միջազգային ու հետո վերադառնանք էլի Հայաստան։ Ուրեմն Ֆրանսիան առաջարկություն է կատարում, որ դնեպրի բանով ֆրանսիական զորքեր կարող են եվրոպական զորքեր կարող են կանգնել եւ սա առաջարկությունը ինքը գնում է առաջ։ Տեսնենք ոնց կլինի սա ապագան։ Մյուս բանով Ռուբիոն Թրամփը եկել է, ծնվել է, նշանակել է Պուտինի փրկելու համար ինչ առաջարկում ասում է, որ ռուսական բանկի SWIFT-ին միացնելու համար պետք է որ բանը Եվրոպական միությունը հանի սանկցիաները Ռուսաստանի վրայից։ Հա։ Դա կլինի այն ժամանակ, երբ որ ռուսական զորքերը հանեն տարածքից։ Ես ասեմ ինչա կատարվելու։ Եթե սա ու բանը ուկրաինաց եվրոպացիք կուտու ուտելեսի համաձայնն են, որ ասենք SWIFT-ին թողեն միանա այդ հանցագործ երկիրը, հա, եթե նա զորքերը դուրս հանի, սա կլինի ամենամեծ սխալը, որ ընդհանրապես հնարավոր է ցույց տալ։ Իսկ սա ինձ բերում է մի հատ նորից վերականգնում է իմ համոզմունքը, որ Թրամփի ադմինիստրացիան ուղղակի աշխատում է որ փրկի Պուտինին։ Բայց նույնիսկ եմ ասում չեն կարողանալու փրկել, որտեղ Պուտինի այդ փոսը, որ ինքը որի մեջ է, շատ ավելի խորն է, քան նրան կարելի է դրից հանել։ Տնտեսական իմաստով եմ ասում, քաղաքական, ռազմական եւ այլն։ Որովհետեւ ինքը կարող է մի քայլ անի, սրանք ասեն, տես արդեն նրան տանկերը շարժվում են, սանկցիան հանեն, ու ինքը հաջորդ շաբաթ, երկու շաբաթ հետո վերականգնված, ավելի զինված, կա նույնիսկ մտնի։ Ռուսին, ոնց որ Թուրքին հավատալը, դա ոչ թե միամտություն է, դա էշշություն է կներեք արտահայտությանս համար։ Ինձ թվում է այս ամեն ինչը, որ տեսել են եվրոպացիները, շատ պետք է հասկանան, որ այս հարցի լուծումը բացառապես Ռուսաստանի պարտության մեջ է։ Բացառապես, ուրիշ ձեռ չի լուծում այս հարցը։ Ռուսաստանը պիտի պարտվի, Ռուսաստանը պետք է իշխանություն փոխվի, այնտեղ կայանան ինչ-որ ինստիտուտներ։ Ու սանկցիաների տակ ճռան այնքան, մինչև բոլոր ինստիտուտները համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Ուրիշ տարբերակ է ռուսների հետ գոյություն չունի։ Կուտը չուտակ ես ամերիկացիների ժողովուրդ ջան։ Եվ ամենավերջում, չէ, իհարկե ամենավերջը չի, ես ამ մասին եմ ուզում մի քիչ խոսամ։ Այ 23 թվականին մարտի 23-ի անցավ մի քանի օր, սա Հովհաննես Թումանյանն է, իր աղջկա Նվարդի հետ։ Մահացավ Հովհաննես Թումանյանը Քարսկերից, ասում են Մոսկվայում։ Մինչև այդ մահացել էր նրա որդին, անունը Արտավազդ, 18 թվականի ռուս-թուրքական այդ հարձակման ժամանակ։ Դե ռուսները մի կողմից էին հարձակվել Հայաստանի վրա, բաները մի կողմից, չէ, թուրքերը։ Այդ թաթարների այդ կռվի ժամանակ մահացավ որդին։ Շատ ծանր էր տանը ինքը ասում է։ Իր մահից հետո իր որդիներից եւս 3-ը սպանվեցին։ Գիտեք ում ձեռքով սպանվեցին։ Այո, բոլշևիկների ձեռքով 37-38 թվականներին։ Ուղղակի մի օրվա մեջ կանչեցին դատարան, որոշումը կայացրեցին, գնդակահարեցին նրանց։ Ինչպես 100,000-ավոր հայերի։ Հովհաննես Թումանյանի 4 որդիները սպանվեցին։
Ես չեմ հավատում, որ Հովհաննես Թումանյանն էլ է իր մահով գնացել, որովհետև հենց այդ ժամանակ էր, որ Հայաստանին պարտադրում էին անցնել կիրիլիցայի, այսինքն բոլշևիկների նպատակը նաև հայկական գիր ու գրականությունը փոխելն էր։ Տարերը փոխել, որ Հայաստանից ոչ մի բան չմնա, տեսեք, ազգանունները փոխեցին, որ տեղացիներն ու բաները, դրսի ապրողները տարբերվեն ի անով եւ այսինքն I այն շշաձև այն որ սկետիկով I-յան եւ Y-ով, Y-ով։ Ասեմ, որ պարզ լինի, էլի, sense միանգամից մեզ մցրեցին լեզուն, դասական բանը, Մաշտոցյան ուղղագրությունը փոխեցին, արագ, անցավ ժամանակակից սովետական գրականությունը եւ ամենակարևորը դա վրա չեն ուզում կաննեին, ուզում են ընդհանրապես հայոց գիր ու գրականությունը վերացնեին, որ դա դառնար կամ կիրիլատար, կիրիլիցայով գրվեր կամ լատինատար, որին սարսափելի դեմ էր այն ժամանակվա գրողների վիցենախագահ հենց Հովհաննես Թումանյանը։ Հիմա թե իր մահով մահացավ, թե այն ժամանակվա նույն, ինչպես Կիրովին, ինչպես Խանջանին, ինչպես մնացածին, հա, թունել, սպանել, գնդակարել։ Բոլշևիկները ոչ մի խնդիր չունեին, ով դուրս կգար իրենց ճանապարհին դեմ, նույն ճակատագիրն է սպառնում, նենց չեմ զարմացել, որ դրան դեմ կանգնելուց հետո, դիմադրելուց հետո Հովհաննես Թումանյանը մահացավ։ 37-38 թվականին, ասեմ, հերթով գնանք, 37 թվականին, 38 թվականին ցուցակներով սպանվում է իր Ստալինի եւ Մոլոտովի ցուցակներով, ընդվադում այդ ցուցակները տեսել էր Միկոյանը, ասել էր, ինչի՞ էսքան քիչ։ Իր կողմից էր ավելացել, այսքան գնդակար է, ցուցակով գալիս է լիմիտ, այսքան պետք է գնդակար ես։ Հա, Միկոյանն էլ ոնց, ինչի՞ այսքան քիչ գնդակար է, շատ գնդակար է, ու Հովհաննես Թումանյանի տղա 3 տղաների դեց գնդակարեցին, անուններն եմ ուզում ասեմ ձեզ, Ամլիկ, Արեգ եւ եւ Մուշեղ։ Եկեսում եք 4 զավակների, 4 որդիներից ոչ մի չմնաց կենթանի։ Սա նվարկն է իր դուստրը։ Եվ այսօր երբ որ ես նյութեր եմ անգալիս բանում արտասահմանյան նորությունների մեջ կարևոր որ կարելի էր խոսալ, ես միշտ օրվա մեջ անցնում եմ, որ եթե մեզ վերաբերող մի բան կա, անպայման այս թարգմանեմ, ասեմ, եւ այսպեսի մի նյութ տեսա այնտեղ ու ինձ զարմացրեց, որ Google-ում իրենց այս մեծ լրատվական կայքերում այսպեսի նյութ կա Հայաստանի մասին։ Ոնց է։ Որպեսզի երաժշտության համար չարկելափակեն վիդեոն, ես անջատեմ վիդեոն։ Որտեղ շատ հաճախ Google-ը անջատում է երաժշտության խաթր վիդեոն։ Սա Հայաստանի մասին պատմող փոքրիկ ակնարկա։ Սենց որ ես նայեցի, ասի Տեր Աստված, ինչ են զգում մարդիկ, երբ որ Հայաստանը չճանաչող մարդ այս տեսարանները նայում է, դրոնով նկարած։ Ինչ հասկում։ Իսկ մենք ինչ ենք զգում, սա նկատմամբ։ Սա կարևոր է։ Արդյոք սա նայեք, այս հրաշքը նայեք։ Արդյոք սա մեր համար այնքան կարևոր է, որ մենք ինչ-որ բաներ սկսենք վերանայել մեր կյանքում։ Ինչի մենք սովորենք ավտոպիլոտով այս իներցիայի մեջ ապրում ենք չնկատելով, որի պատճառով այս ամեն ինչը մենք կորուստ ենք տալի։ Հələ Արցախը չկա ստեղ։ Ես չեմ կարողանում պատկերացնել, որ ես կարող եմ Հայաստան չգնամ Արցախ։ Դες Արցախում տալին 4 անգամ առնվազն դեր էր։ Ես պատկերացնում եմ արցախցիների հոգեվիճակը։ Արցախ, երբ որ այդ բանը ասում ենք, այդ գետը, հա, եւ որտեղ Գյումրից իջնում ենք այդ Բորոյանելով ես մտնում ենք Արցախ, արդեն այդ բնությունը ոչ մի բանի հետ չհամաձայն, ոչ մի բանի հետ չհամեմատվող բնություն, զգացողություն, երբ որ գնում էի Գանձասար, մի օր ընկերներիս ուշադրություն դարձրեցի, ասում հələ մեկ նայեք, էլի այս իդեալական համադրությունը խոնավության արևի, որ ամեն ինչ կանաչ է, ոչ վառված է, չորացած, ոչ խոնավությունից, ասենք, մամռակալած։
Իսկ այնքան իդեալական համադրությունն է խոնավության եւ արևի օդի մեջ, որ աճու, որ սա դրախտավայր է, էլի, սա է դրախտավայրը։ Ինչով կարելի է վաճառել այդ դրախտավայրը։ Այսօր էլի աչքիս ընկավ են հոգևորականի Հաճապահյանի ելույթը, ասում Արցախը գործել ենք, մոռացեք Արցախի մասին, ես ուզում էի նույնիսկ տեղադրել, ասեի գալատ ես արել, բայց ասի ես կասեմ դրա մասին առանց իր տեսանյութը ցույց տալու։ Գալատ են արել բոլոր նրանք, තුներն բարի սահման, ովքեր մտածում են, որ դա անհետ ու անվերադարձ կորած է։ Ոչ մի բան անհետ ու անվերադարձ կորած չի, քանի մարդը ինքը դրա հետ չի հարմարվում։ Այսօր մեկից քննադատում էր, որ այս բանից չարթարացված բան եմ, օպտիմիստ եմ, եթե ամեն ինչ այդքան լավ է լինելու, բայց ինչի ենք մենք 8 տարի պարտվում, հա, ես ուզում եմ իրան հիշեցնեմ բոլորին, որ մենք 8 տարի չի որ պարտվում ենք։ Ինչ 8 տարի։ Արցախյան պատերազմից հետո մենք անդադ պարտվում ենք։ Պատերազմից 94 թվականի զինադատարից հետո մենք պարտվում ենք։ Ինչի 8 տարի։ Արդեն 31 տարի մենք պարտվում ենք։ Ոնց ենք պարտվում։ Որտեղ մենք չտիրացանք նրան, ինչ որ մենք ազատագրեցինք։ Մենք արհամարեցինք, մենք վաճառեցինք այն, ինչ որ ձեռք էր բերվել արյունով, տառապանքի գնով։ Ամբողջ հայ ժողովրդի տառապանքի գնով, ոչ միակ Արցախցու։ Ամբողջ հայ ժողովրդի տառապանքի գնով։ Մենք դա արհամարեցինք, մենք սկսեցինք սակարկել, մենք սկսեցինք վաճառել, մենք սկսեցինք դրա վրա հարստանալ, մենք սկսեցինք դրա վրա քաղաքական հարցեր լուծել։ Ամբողջ 30 տարի, ամբողջ 30 տարի լավ եմ հիշում։ Այս տականքի ձեռը ասում է, չէ, դա համաձայն չեմ։ Ասում է մի աղմկեք Հայաստանում կկորցնենք Արցախը։ Նույնիսկ ապստամբության ժամանակ, սասացրելի ապստամբության ժամանակ 16 թվականի հուլիսին ես հիշում եմ իր ուղերձը, ասում էր մի բան արեք, ճոճեք նավակը։ Այդպես մի հատ նավակ ճոճող կա, չէ՞, Լևոնական գնաց դարա բանը, հիմա էլ Նիկոլիստա։ Մի ճոճեք այդ նավակը։ Ղարաբաղ ունենք այնտեղ։ Բոլորի ժամանակ, դա կլիներ Սերժի ժամանակ, Քոչյանի ժամանակ, բոլորի ժամանակ ինք ասում էր մի ճոճեք այս նավակը, լինելով ինքը ամենաուժեղ ընդդիմադիր, ասում էր մի ճոճեք այս տականքների նավակը, Ղարաբաղ են կորցնում։ Բերեցին, իրաց ձեռով տվեցին Ղարաբաղը, բայց ոչ մի բան կորած չի, ոնց եմ ասում։ Որ պահին հայկական պետականության գլխին հայտնվեց հայ մարդ, հայ գիտեք ո՞րն է։ Իմ պատկերացումով ազգանունը չի է։ Այն որ կոմիտաս լսելուց սկսում է ալուն արագ խաղալ։ Այն որ նարեկացի կարդալուց մեղա է գալիս։ Ուզում է հիշի մտովի ում է մեղացել գնա ներողություն խնդրի։ Այն որ այդ լեռները տենալուց ոչ թե հպարտանում է ոսայնան ասում է Տեր Աստված, այս ինչ ժառանգություն է մնացել ու ինչ գնով ինձ որ էսա պետք է պահպանեմ ու փոխանցեմ իմ սերունդներին։ Դա է իմ համար հայը։ Հայ իմ համար ավելի շատ պարտականություն է, քան գլուխ գովալու թեմա։ Ու ես դա շատ վաղուց եմ հասկացել, դեռ 18 տարեկանից, երբ որ ես երիտասարդ երեխա առաջ անգամ հայտնվեցի արտասահմանում 90 թիվն էր եւ ինձ սկսեցին ճանաչել այն մեծերով Խաչատրյան, Շարլ Ազնավուր, պատկերացնեք։ Ես ինչ ցանցումների մեջ ինչ ստրեսի մեջ եմ, որ ինձ նույնականացնում են, որպես նույն ազգի մարդ, ես այս ինչ պետքա լինեմ անթերի, որ ես չարատավորեմ այս մարդկանց թողած հեղինակությունը։ Իմ համար հայը դա է, ու որ պահին այդպես մարդ մենք կարողացանք բերենք մարդիկներ, բերենք նստացնենք իշխանության եւ մահակը ձեռքներիս կողքը կանգնած, նույնիսկ եմ ասում, սա պարտադիր պայման է։ Մահակը որ պահին ձեռքը դրեցիր գետնին, ցանկացած իշխանություն ուզուրպացվելու է, այլասերվելու է։ Իշխանությունը այլասերվում է մարդուն, բացարձակ իշխանությունը այլասերվում է բացարձակ։ Սա պետք է ամեն ինչ տեղ լինի, եւ մարդը լինի մարդ, հայ, եւ այդ գավազանը հսկող, վերահսկող, իր բոլոր թևերով իշխանության պետք է լինի տեղը եւ վերահսկողության տեղ։ Այն ժամանակ Արցախի հարցը դուք տեսեք ինչ սահուն է լուծվելու, սահուն, առանց մի կրակոցի։ Երբ որ գիտեն դու կրակող ես, եւ դու պատրաստ ես դրան։ Ու աշխարհում սա առաջին դեպքը չի։ Մի անգամ չասեք այդպես բան հնարավոր չի։ Հնարավոր է, որովհետեւ ես եթե հիմա գնամ հետ,
պատմության ընթացքում այնքան օրինակներ բերեմ, որ բանակցություններով, ուրիշի ձեռքերով, ուրիշի օգտագործելով դրանց մեջի հակասությունները, ձեր փոխարեն հարցը լուծվել է։ Իսկ Հայաստանի շնորհիվ բացասական իմաստով եմ ասում, տարածաշրջանում խախտվել է բալանսը։ Հայաստանի բացասական իմաստով Հայաստանի շնորհիվ, Հայաստանի մեղքով, սենց ասեմ։ Իսկ բնությունը բացասական բան չի սիրում, բալանս չի սիրում։ Ընդհանրապես բնությունը դիսբալանս չի սիրում։ Ոչ մի հարաբերության մեջ, պետությունների մեջ, մարդկային հարաբերությունների մեջ, բնության օրենքների մեջ ինքը բալանս է սիրում միշտ։ Իսկ Հայաստանը իր տական ղեկավարությունը դավաճան խախտել է այդ բալանսը։ Խախտել է հայ-իրանական բալանսը հարաբերությունների, խախտել է ռուս-իրանական հարաբերությունները, էլի Հայաստանն է խախտել է թուրք-իրանական, խախտել է չինա-իրանական, Հնդկաստանի հետ, Եվրոպայի հետ, Հայաստանը խախտել ամբողջ բալանսները։ Եվ որ օրը եղավ հայկական իշխանություն, այդ բալանսի վերականգնման համար ընդհանրապես պետք է լինելու հայտ ներկայացնել, որ ես կամ եւ իմ որոշումների ընդունողը ես եմ։ Դե հիմա արեք բալանսավորենք տարածաշրջանը, ոչ թե տանք, որ պատերազմ չլինի։ Տալիս ես ու լինում է պատերազմ, որովհետև դու իդիոտ խախտել ես բալանսը, դու քո հաշվին խախտել ես դիմացի պետության հետ խաղալ, դու տալով Սյունիքը խախտում ես Իրանի բալանսը։ Լավ, սա երկար խոսակցություն է, չեմ ուզում դա մեջ խորանամ, լինող բան է, մենակ մենք կարողանանք մեզ հայավարի պահել, հայավարի ապրել։ Մնացածը բոլորը լինելու հետևանք։ Լավ մնացեք։